Երրորդ դասարանցիներից ներկայացնում ենք նախագծային աշխատանք, որի թեման է գրքի ստեղծման պատմությունը, առարկաներ են հայոց պատմություն և գրականություն, ուսուցիչներ են Ընկեր Դավթյանյան և Ընկեր Ոսկանյան։ Գիր կամ գրային համակարգ, անավոր հաղորդակցման տեսողական պատկերման միջոց։ Գիրն ստեղծվել է որևէ գաղափար, միտք կամ առհասարակ խոսք գրավոր եղանակով փոխանցելու համար։ Իբրև մշակութային երևույթ, գիրն բանավոր խոսքի համեմատությամբ գիրն ի հայտ է եկել ավելի ուշ։ Հաղորդակցվելու մեծ ցանկություն ունենալու պատճառով գիրն ի հայտ է եկել մշակութային և հասարակական բարձր մակարդակ ունեցող ժողովուրդների մոտ։ Եվ բանավոր խոսքը նախատեսված է հաղորդում փոխանցելու համար, սակայն գրավոր խոսքը ավելի հարմար է և ձեռնտու է ինֆորմացիայի փոխանցման և պահպանման համար։ Գրային համակարգերը կոդավորելու և վերծանելու համար անհրաժեշտ է, որ գրողն ու ընթերցողը իմանան, թե նշանների հետևում ինչ իմաստ է թաքնված։ Գրային համակարգերը լինում են այբուբերների, վանկային այբուբերների և լոգոգրաֆային համակարգերի տեսքով։ Հիարագործներ, եգիպտական հնագույն գրանշաններ, որոնք հիմնականում լինելով գաղափարագիր դեր չէին փորձել և պատկերանկարչական բնույթը։ Գործընթացության մեջ եղել մեր թվարկությունից արագ 4-րդ հազարամյակի վերջերից տարբեր ակումբներով և փոփոխություններով փոխանցվել է մինչև մեր թվարկության սկզբերը։ Հիերոգլիֆների թիվը հասել է մոտ 500-ի, բայց տարբեր եգիպտացիների մոտ օգտագործվել է միայն մի մասը։ Հիերոգլիֆները նաև ունեն հնչյունային նշաններ, ընդ որում բաղաձայն արտահայտողներ, բառամասերով նշանակողներ, դեռ մինչդեռ բառամասը չէր փոխել իր բառի մասը։ Հետո արդեն ավելի ուշ գործի եղան դետերմինատիվները, որոնցով կարողանում էին պարզել բառի նշանակությունը։ Հետո արդեն սկզբում հիերոգլիֆները փորագրում էին վերից վարս, հետո արդեն ավելի ուշ աչից ձախ։ Հիերոգլիֆների փորագրության դիրքը իմանալու համար օգտագործում էին հատուկ նշաններ։ Սեպագիրն ամենահին հնչյունային գին է։ Անվանում ենք սեպագիր, քանի որ գրվում է կավե հարթ սալիկի վրա, սեպերով և նշանները նման են սեպերի։ Ամենահին սեպագիրը վերաբերվում է Քրիստոսից առաջ 4-րդ դարին շումերական քաղաքակրթությանը։ Գոյություն ունի սեպագրերի 3 տեսակ՝ վանկագիր, գաղափար և որոշիչ։ Սեպագրերը ունեն մի առավելություն, այսինքն սեպագրերը կարդալով կարող ենք հասկանալ, թե տվյալ բառը ինչպես է արտասանվել այն լեզվով, որով որ գրվել է։ Հայաստանում սեպագրերը գրվել են մի փոքր ավելի ուշ, սակայն գրվել են իրենց հայերի թշնամիների ասորերեն լեզվով և հայ և որդի Մենուա և Իշխուինի արքաների օրոք հրաման դրվեց և արդեն սկսվեցին սեպագրերը գրել ուրարտերեն։ Սեպագիր անվանելու կա սեպագիրը գրելու կա ևս մեկ ձև, երբ խոնավեցնում ենք սովորական կավը և բամբուկի սուրճ ծայրով գրում վրան, ապա գրելուն պես դնում ենք արևի տակ և չորանում են։ Սա ևս սեպագրի տեսակ։ Գետի ափերին կառուցվեց նոր երկու պետություն՝ Վերին Եգիպտոս և Ստորին Եգիպտոս։ Մենիս թագավորը միավորեց Եգիպտոսը, որը դարձավ հզոր կայսրություն։ Գոյություն է ունեցել մինչև Քրիստոսից առաջ 30 թվականը, մինչև պարտություն կրեց Հռոմի կողմից։ Եգիպտոսը բոլոր մարդիկ չէին, որոնք որ գիտեին կարդալ և գրել։ Նրանց փոխարեն նամակներ գրում էին գրագիրներ։ Նրանք օգտագործում էին եղեգնյա գրիչներ և թղթի մի տեսակ, որը կոչվում էր պապիրուս։ Պապիրուսը ստանալը այնքան բարդ էր, որ հնում դպրոցներում չէին օգտագործում բացառության մի քանի դեպքերի, օգտագործում էին երկու գույն՝ սև և կարմիր։ Կարմիր գույնը միայն որոշ բաներ ընդգծելու համար։ Պապիրուսը ստանալու համար նախ լվանում էին լույսը փափկեցնելու համար, հետո կրկում բաժանում բարակ շերտերի, հռում կտորի վրա և հետո ծածկում մեկեր կտորով և տրորում, հարթեցնելու և չորացնելու համար, չորացնելուց հետո պապիրուսի քերթը պատրաստելու։ Պատրաստում են ծաղրից և տարբեր տեսակի ծաղրերից։ Առաջին հերթին կտրում են ծաղրը, երկրորդ հերթին մշակում են, իսկ հետո բարակ շերտերով կտրում են փայտը, հետո մշակում են հատուկ մեքենաներով ստանում են թուղթը և օգտագործում են սոսնձանոթը, որպեսզի թուղթը ավելի պինդ լինի։ Մագաղաթը սկսվել է գործածվել մոտ 2100 տարի առաջ Պերգամոն քաղաքում։ Այդպես էլ մագաղաթի անվանումը ստացել է Պերգամենտ։ Նա մագաղաթը պապիրուսից ավելի ամուր է և դիմացկուն։
8-9-րդ դարում հայերը օգտագործել են մագաղաթը, իսկ ամենամեծ գիրքը դա Մշոտ Ճանաչիրն էր, որը իթերթ է 660 են, իսկ 660-ից մնացել են 600 թերթը, իսկ ամենափոքր գիրքը դա Լուցկու տուփից էլ ավելի փոքր է, պատրաստված է նոր ծնված ուլի մորթուց։ Այսպես պատրաստած գրանիտ ըստ հունական անվանության ստեղծվել է փոքրասիական Պերգամոն քաղաքում։ Հենց քաղաքի անունով էլ կոչվել է Պերգամետ, հայերենում օգտագործել են մագաղաթ անունը։ Մագաղաթը գործածության մեջ է եղել 8-9-րդ դարերում, իսկ դրանից հետո արդեն թուղթ։ Աշխատանքի շրջանակում այցելեցինք Մատենադարան, ծանոթացանք գրքի ստեղծմանը և այցելեցինք Էդիթ Պրինգ տպարան և տեսանք, թե ինչպես է ստեղծվում գիրքը։